հավասարությունը չի պահվում։ Քարոզարշավն ուղեկցվում է խոչընդոտներով ու սահմանափակումներով, ասում են Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները։ Քիչ չեն եղել դեպքերը, որ Լուսավոր Հայաստան կուսակցության բաներները կամ վիզուալ պատկերները փչացվել են։ Այդ թվում նաև իմ նկարի մասնակցությամբ, այսպես ասած։ Ըստ Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչների, հատկապես իշխանությունն է անհավասար պայմաններ ստեղծում։ Վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերը պարբերաբար են լսվում։ Եվ ձայնագրություններ են հրապարակվել մանկապարտեզների տնօրենի հրահանգմամբ համայնքներում իշխանական, չգիտեմ, գրասենյակների բացման հետ կապված եւ երեխաների եւ ուսուցիչների մասնակցությամբ, ընդ որում դասաժամերի ընթացքում նրանց մասնակցությամբ ԿՊ-ի քարոզարշավների մասնակցության տեսանկյունից, այսինքն այս վարչական ռեսուրսը, որ իրականացվում է, արդեն իսկ ապացույցն է այն բանի, որ չկա հավասար պայմաններ այլ փոքր ուժերի մասով։ ԿՊ-ն նաև պետական բյուջեի հաշվին է քարոզչություն անում, ընդգծում է ԼՀԿ ներկայացուցիչը։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսպես իրական Հայաստանի կոնցեպտը առաջ էր մղում, ելի օգտվելով բյուջեից, այսինքն ըստ էության ինքը քարոզչություն էր իրականացնում մեր քաղաքացիների հարկերի հաշվին։ Շուշան Ավագյանը նկատել է, ընդդիմադիրների իրավունքները հաճախ նաև համացանցում են ոտնահարվում, հակաքարոզչության ալիքի տակ են հայտնվում։ Երբ որ մենք հրապարակում ենք անում, անկախ այն բանից, թե այդ հրապարակման մեջ ինչ է խոսվում, ինչ է նշվում, հավաքական կերպով, կազմակերպված ձևով հարցակման տակ է մեր էջերը։ Սա նույնպես ես համարում եմ խոչընդոտ հավասար մրցակցային պայմանների։ Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն, պնդում են ԼՀԿ-ականները, ավելացնում Հայաստանի այս ընտրությունները լինել-չլինելու մասին են։ Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, ուստի հունիս 7-յան ընտրությամբ ոչ միայն իշխանություն ենք ձևավորում, այլև որոշում ենք, պահում ենք մեր պետականությունը, թե ոչ։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։